Եթե ուզում ես մեզ հետ պարել, դառնալ Օքի Dance Studio-ի մի մասնիկը ու նկարահանվել Օքիում, ապա հենց հիմա զանգահարիր այս հեռախոսահամարով, ընդունվիր Օքի Dance Studio, իսկ մենք քեզ այստեղ կսպասենք շատ անհամբեր։ Ընկերսոնո, բա չեմ անցնի։ Ոնց քանդում եմ։ Մի քիչ զգուշ։ Բարեք, զգուշ մենակ։ Երեխուս նորմալ տեղ հասցրեք։ Բարեք, զգուշ։ Բարեք, Հայ եկա։ Չախիդեք ես կողմ։ Դու հասկանում ես այդ տիպի բաներից, տաքսիներից, ես ինտերնետ կանչեք, ես տաքսիներ։ Մի րոպե սպասեք, այդ րոպե ծավալում գնա։ Պետքա շուտ հասնենք։ Այ խփտված, այ ցնդած։ Կանչ, մեկ։ Ինչ ուզում ես արա, կանանց հասկանալ հնարավոր չի։ Իրում է, չէ՞, որ կինը ցենց զանգում է հեռախոսով վերցնում ես ու պրոստը գոռում է։ Թե որ լվան չի ասում, պրոստը գոռում է։ Գրիկ ինչի չես պատասխանում։ Լավ էլի Գրիկ։ Այդ հələ մի կողմ, բա որ հանկարծ զանգում է ու դու չես վերցնում զանգը։ Ինքը ընդհանրապես չի մտածում, որ քեզ ուղղակի հարմար չի։ Ինքը մտածում է, որ դու պրոստը ուրիշի հետ ես։ Ցած ասեմ, եթե անգամ ուրիշի հետ ես, էլի հարմար չի, բայց ասենք օրինակ հենց հիմա, ես ձեր հետ եմ, չէ՞, ու հարմար չի ինձ, որ զանգի չեմ կարա ես վերցնեմ հեռախոս։ Նորմալ է, ամեն ինչ ձեր մոտ։ Շատ ցավում։ Հեսա կցավազրկենք, լավ, խնդրում եմ մի հատ դեղորայք կտակ։ Հեսա ձեր ցավերը կանցնի, լավ։ Ու այդ գոռոցը նույն ձև է ու կապ չունի դու ինչ ես արել։ Ուզում է ասենք իրան դավաճանել ես, ուզում է ատամի մածուկն ես սխալ դրել, մեկը ինքը նույն ձև է գոռում։ Ոտի ջարդացի ցավից գոռում է։ Կասեք մի քիչ օրակ վարենք։ Հեսա ցավազրկել ենք, լավ, մի փոքր համբերեք, լավ։ Բայց դե ինչ ուզում է անեն, ինչ ուզում է ասեն, մեկը առանց իրանց մեր կյանքը անիմաստ է, չէ՞։ Ես ինչ արի մեր սոնա։ Ստոպի կամած քշի։ Աղնավարի սոն ջան չմտածես է։ Ընկերսոնո։ Հետ եք ընկնում, ալագացրեք։ Մերսի շատ, այսօրվա համար այսքանն էր իմ ստենդափը, ես էլ գնամ տենամ հո աստված չանի Սոնայից բաց թողած զանգ չունեմ, գնացի, մերսի շատ, ձեզ լավ երեկո։ Գրիկ ջան, Սոնայից արդեն 47 հատ բաց թողած զանգ ունես, ու ոչ միայն Սոնայից։ Կարող է ինչ ասի գախիս կա։ Ասենք օքի, 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 դու, ես, ու մի քանի հոգի, օքի, 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 մեր հետ ասա օքի։ Օքի, դու ես ու մի քանի հոգի, օքի, օքի, մեր հետ ասա օքի։ Մեր հետ ասա օքի։
Ճնշումը շատ բարձր է, ես հիմա դեղ կտամ, կհանգստանաք, լավ։ Դուք Սոնայից բուժեք, ես հիմա արդեն վաղուց ապրել եմ։ Հանգստացեք։ Ամեն ինչ լավ կլինի։ Դուրս քանդվա։ Արա դե հանգստացի էլի է կենթանի։ Կարող են ցանես քեզ տեղից մի անգամից տանել ռեանիմացիա։ Սոնջան մի հատ տեղ լինեիր, սաղես ասեիր, ռադներդ քաշեք ստեղից, դրանել եմ համաձայն։ Զանգա գալիս։ Ոյ, գրիգը, բարե աճեց։ Ներկա։ Հլը մի րոպե, ընկեր Սոնայի հերոսը ինչ գործ ունի քո մոտ։ Սենց կարևոր բաները մենակ ինձ ա վստահում, չգիտեիք։ Ասա գրիգ։ Ստյոպիկ, դու ես։ Սոնան ուրա ինչ ես դու պատասխանում հեռախոսին։ Որովհետև Սոնան հիմա հիվանդանոցում պարկած կյանքի ու մահվան կռիվ ա տալիս։ Մեկ երկու ժամանակ չենք կարող այդ կապի դուրս գանք։ Ստենդափ ես տարածնում։ Ստյոպիկ, ասել եմ ատեք ես կառակ եմ մորգ, ինչ ես խոսում, արա, ինչ ա եղել։ Գրիգ ջան, ճիշտ ասած էս մեր ախպերը մի քիչ շափազանցնում ա, նո էս տավրը, բայց հա հիվանդանոցում ենք։ Գրիգ ջան, ընկեր Սոնան ստուդիայում ընկել է, աղոթքը վնասել է։ Կարակը թե մեկդ խոսակ, ինչ ա կատարվում Ստելա, որ հիվանդանոցում արագասա գալիս է։ Գրիգ ջան, դու մինչև հասնես Երևան, մենք ընկեր Սոնային տուն կհասցնենք։ Արի մի անգամից այնտեղ, միասին կհասնենք։ Ստելա կապի մեջ կլինեք, նես չլինի զանգեմ չպատասխանեք, կամ ավելի վատ զանգեմ Ստյոպիկը պատասխանի։ Լավ։ Ստելա, հեչ չես մտածում է խոսալուց առաջ։ Ոնց ենք միասին տեղ հասնելու, եթե Գրիգը մեր հետ չի։ Լիզ, պարտադիր չի, որ Գրիգը մեր հետ լինի, որ նույն ժամանակում հասնենք։ Ամենից թվում է արդեն դուրս գրման process-ը ավարտած կլինեն, եկեք գնանք, հա։ Արա դեպս կապիկ բաներ մի արա էլի արա։ Լավ էլի ընկեր Սոնա, ինչ ենք արել որ։ Սոնջան մի անհանգստացի։ Հեսա բարձրանանք վերև քո համար մի հատ համով չայ սարքեմ։ Մոտը սուրճ կա։ Լավ էլի Ստյոպիկ, հետը դուրս ես բան տալիս։ Ոյ, լուրջ եմ ասում, որ կինոնայի ու քո նման կերպար լիներ, չէի հավատա, որ իրականում տենց մարդ գոյություն ունի։ Այ տենց թերի դեմքի Սոնջան, ես ամեն ինչի հետ համաձայն եմ։ Դու կարևորը առողջանաս։ Լավ, ժողովուրդ, մենք ստեղ կսպասենք, դուք Սոնային բարձրացրեք, եկեք որ ձեզ ճանապարհենք տուն, հա։ Պետք չի, դուք հանգիստ գնացեք տուն, մենք կմնանք ընկեր Սոնայի մոտ, մինչև Գրիգը գա։ Ճիշտ է ասում։ Դուք հանգիստ գնացեք տուն, մենք կմնանք ընկեր Սոնայի մոտ, մինչև Գրիգը գա։ Այդ քեզ էլ էր վերաբերվում։ Արի ասեմ։ Այան։ Մեզ էլ կներեք, օքեյ ասան, քուր, սենյոր Տանզա, դες առողջություն։ Կարող է պիտի վերև բարձրանայինք։ Հա, ճիշտ ես ասում, ես ավելի լավ է գնամ վերև։ Սարի Ստել, ինչ ես դու։ Բա որ Գրիգը գահացի Ստյոպիկ ջան, բա ես քեզ մի ամբողջ կին եմ վստահել։ Բա ինչ ես աշխատող արել այդ աղջկան։ Արա դու ամենավերջի մարդն ես, ում Գրիգը այդ հարցը կտա։ Ոյ, Գրիգը։ Ուր ասում նա։ Գրիգ հանգստացի։ Լսում ես ամեն բան լավ է լինելու։ Պինդ մնա Գրիգ։ Ձենդ։ Գրիգ Սոնան վերևում է։ Ես կտացածին տարեք ստիցել։ Ես որ չլնեի տղեն իրան կորցնելու էր։ Բայց ասի պարքինգի վրա մնաց։ Ինչ գործ ունես առաջ։ Տիկո, էցանի բաշի։ Տելևիզորը ուրս օր։ Всё, ապրեք երեխեք ջան։ Հեսա նստեմ ու դուք արդեն կարաք գնաք։ Չէ, մինչև Գրիգը չգա, մենք ձեզ մենակ չենք տալի։ Ընկեր Սոնա, մի տխրեք, վաղը կգաք ստուդիա, մի քիչ կպարեք, կանցնի ամեն ինչ, կլավանա։ Լիզա, դու աննորմալ ես։ Վախենամ, դեռ երկար ժամանակ չեմ կարողանալու պարել։
Ու դրա պատճառով ստիպված եմ լինելու շատ լուրջ գործնական առաջարկ մերժել։ Չկպնես։ Ընկերսոնա, մի մտածեք։ Ես տատիկիս կասեմ, ինքը լավ ավանդական դեղամիջոցներ գիտի։ Շուտ կանենք կլավանա։ Օրինակ, մեղրով, սխտորի հյութով յուղեր կպատրաստի կքսենք։ Երեխեք վաղը մի քիչ շուտ կգնաք ստուդիա։ Ու խնդրում եմ, այնպես արեք, որ պարապմունքները հանկարծ չտուժեն, մինչև հասկանամ ստեղ ոնց եմ անում, որ կարողանամ շուտ լավանամ։ Մի մտածեք, էլ խանգարող հանգամանք չկա։ Ամեն ինչ լավ կլինի։ Կյանքս ինչ ա եղել, ոնց ես հիմա։ Լավ, մենք գնանք, ձեզ առողջություն։ Ապրեք երեխեք ջան, գնացեք։ Ստեսություն։ Կխոսաս կյանքս։ Դե ինչ ասեմ, բարելուց միամիտ ընկել եմ, տրավմա եմ ստացել։ Զանգում էի, որ գայր, չէիր պատասխանում զանգերիս։ Կյանքս ուրիշ քաղաքում ստենդափ էի անում, ոնց պատասխանեի քո զանգին։ Կամ ինչքան հնարավոր է, արագ եկել հասել եմ, ավելի արագ չէի կարա։ Էլ չեմ ասում, որ ինչքան արագաչափ կար սաղիտակ նկարվել եմ։ Էտա հիմա կարևոր։ Չէ, կյանքս էդ չեմ ասում։ Դու ընդհանրապես հիմա ինչ ես տանը, ինչի հիվանդանոցում չես պարկել։ Որոշեցի բուժումը տանը շարունակեմ, ընդեղ մնայի ավելի էի վատանալու։ Դու քեզ որոշել ես, հա։ Սոնա մի քիչ զգուշ էլի եղի։ Հա ես եմ, հա մեղավոր, ես եմ մեղավոր, որ ընկել եմ։ Ես եմ մեղավոր, որ ընկել ես։ Հա դու ես մեղավոր։ Okay, կյանքս։ Ոնց ասես, ես եմ մեղավոր, որ դու միամիտ ընկար։ Բայց արի ես հա պայմանավորենք, հիմա կմնաս տանը, կհանգստանաս, վաղ առավոտ կգնանք հիվանդանոց, եթե պետք լինի կպարկես։ Ուզում ես չէ լավանաս շուտ։ Հասկանում ես, որ ես ամեն ինչի պատճառով ստիպված եմ լինելու շատ լուրջ գործնական առաջարկ մերժել։ Էլ չեմ ասում ստուդիայի դասերը ոնց եմ անելու։ Լավ, կյանք, դե լավ է։ Չեմ հասկանում ոնց այթակեցի։ Ոնց որ ինչ-որ բան թափված լիներ գետնին։ Ուղղակի այդ պահին այնքան խառնեի, ուշադրություն չդարձրի։ Իսկ կարող է հատակը լավ չէին մաքրել։ Չէ, հաստատ չէ։ Կյանքս չասես էլի, որ ինչ-որ մեկի վրա կասկածում ես, անցած տարվա դեպքերը մոռացի։ Ճիշտ ես ասում, շատ կասկածամիտն եմ դարձել։ Չգիտեմ, ինձ արագ ոտքի կանգնել ա պետք, խնդրում եմ, քաղաքի լավագույն մասնագետին գտի։ Ինչ իմանանք ինչ էր կսած հատակին, հեսա ալերգիաց կսկսվի էլի, կսկսեմ պրշտալ, հետո հազալ, հետո էր շոնչս կսկսի կտրվել։ Mona, pull yourself together. Ես հենց նոր ChatGPT-ին նկարագրեցի ինչից կարա եղած լինի, բայց հազարատ պատասխան ա տալիս։ Երևի գնամ հարագիտարանում մանգամ։ Պարզ չի։ Մասիկա քսած եղել։ Ես արդեն հիստերիայի մեջ եմ ընկնում ես ամեն ինչից, հազիվ էինք պրծել ես աննորմալություններից։ Ջենի, հիմա ով է մասիկա օգտագործում, կամ ընդհանրապես, եթե տենց բան լիներ, ընկերսոնեն հաստատ իմացած կլիներ։ Չէ, ստեղ մի բան են չի, հաստատ ինչ-որ մեկի ձեռի գործն է, ուզեցել են վատություն արած լինեն, բայց որ բռնել եմ է, ձեռքը նենց երկու տակ կոլորեմ, ցավից կգոռա։ Ախ, ինչ ես անում Ռոզի։ Մեր մեջ այդ տեսակ մարդ հաստատ չկան։ Ինչ տեսակից, բամբակից, ատլասից, թե բրդից։ Լիզա, չսկսես էլի, ներվեր չկա։ Ջենի, խնայիր ներվերդ։ Երեխեք ինչ ա եղել։ Ռոզին քիչ էր մնում ընկերսոնայի օրենքներ։ Մեզ էլ տարօրինակ թվաց, ու որ ուշադիր նայեցինք հատակին, զգացեց, որ ինչ-որ բան է քսած։ Ռոզին մտածում է, որ դիտման բահարած։ Ջենին էլ է մտածում, որ դիտման բահարված։ Ռոզին ու Ջենին մտածում են, որ դիտման բահարած։ Այդ ցուցակում էլի տեղ կա, եթե տեղ կա, Լիզա էլ ավելացրու, հա։ Կլինի ամեն մեկի տանունից ես չխոսա։ Երեխեք չեք մտածում, չէ՞ որ լավ էլի Ստելա, իհարկե չէ, հանգստացի։
Ոչ մեկ քո վրա չի կասկածում։ Իսկ այն ինչ եղել է թող անցյալում։ Հիմա կարևորը հասկանանք, թե ով այս ամեն ինչի հեղինակը։ Իր ինչին էր պետք։ Ու ինչքան լուրջ է լինելու իմ մոտ ալերգիան։ Էս ինչի սենց լարվեց գնաց։ Ասեցինք էլ իրեն չեն կասկածում։ Դե տրամվայ է էլի մոտը մնացել։ Ինչ լինում է, մի անգամից մտածում է, որ իրան ենք կասկածում։ Տրամվայ չէ, Լիզա, տրավմա։ Ես հասկացա, այս հաստատ տղերքի ձեռքի գործն է։ Իրանք նախանձում են մեզ, դե մենք շուտվանից ենք այս ստուդիայում։ Այս առյուծի կաթ են խմել, բա չեն մտածում հետևանքների մասին։ Ռոզի, սրանք ուղղակի կասկածներ են։ Իսկ դու մտքիդ մեջ արդեն դուբիկայ գույն ես ընտրում։ Կստոյցի ռոզվի մեջն է էլի ու բանցիկով քյութ հողոր։ Սպասեք մտածենք հասկանանք ինչ ենք անում։ Ստուդիան նորից խառնաշփոթ չսարքենք։ Իսկ ինչ խառը վիճակ է երեխեք։ Նենց խառն է ամեն ինչ, որ անգամ տատիկը սենց իրավիճակների համար բան չի ասել։ Սպասի։ Ինձ թվում էր չես ուզում հետս խոսես։ Դա ինձ ճիշտն ասա։ Պարասրահի հատակին դու ես ինչ-որ բան քսել։ Ես Զարայի գործերին շատ լավ ծանոթ եմ։ Հիմա էլ քեզ ուզում օգտագործած լինի։ Ինչ ես խոսում, Ստելա։ Ես քեզ ասում եմ, որ իմ ստուդիա գալու հետ Զարան ընդհանրապես կապ չունի։ Ես քո համար եմ ստեղ։ Ու ինչ ես խոսում ընդհանրապես, ինչ հատակ։ Պարասրահի հատակին ինչ-որ մեկը նյութ է քսել։ Ընկեր Սոնան սայթակել է ու ոտքը վնասել։ Այդ հաստատ դիտման պարվել ու ես համոզված եմ, որ դու ինչ-որ բան գիտես։ Թե ապրես Ստելա։ Ես երեք ընդամենը 20 րոպե եմ եղել այս ստուդիայում, ընկեր Գոռի հետ, ու իր հետ էլ դուրս եմ եկել։ Եթե պետքա կարաս իրանից ճշտես, բայց ուղղակի կանգնել ու ինձ մեղադրելը ամենակիչը անարդար է։ Բայց սպասի, ասում ես հատակին բան է լցրած եղել։ Հա, ինչի ինչ-որ բան գիտես։ Դե չէ, տղեկն էին խառը խոսում, թե ես նոր եմ, ինձ ոչ չէին ասելու։ Ձեր հարաբերությունները իրանց հետ ոնց է։ Դե ես իմ երեխեք կան դեռ չեն հարմարվել են մտքին, որ տղաների խումբ կա արդեն։ Մեկ-մեկ իրար չեն հասկանում։ Լավ, ես կճշտեմ հլը։ Դու ոչ մի բանի մեջ չխառնվես։ Փաստորեն իրանց ձեռքի գործն է։ Իմացաք ընկեր Սոնայի դեպքի մասին։ Հա, ոնց որ լուրջ բան է եղել։ Այսօր էլ Գոռը ասել է, որ շուտ գանք։ Երևի իրանց պարապմունքները քենսել է եղել։ Աչքիս ես քանի օրը մենակ մեր պարապմունքներն է լինելու, հա։ Չէ, դժվար։ Այսօր աղջիկներից մի քանի օգուտ տեսել եմ։ Ինչ կա տղերք։ Ես ինչ եք քննարկում։ Չլինի ձեր երեկվա արածը։ Աղջիկներն էին խոսում, պատական լսեցի։ Ասում էին դուք եք ինչ-որ հատուկ բան եք լցրել գետնին, որ ընկեր Սոնան ընկնի ոտքը վնասի։ Մենք գժվել են լրիվ։ Մի քիչ առաջ ենք իմացել այդ դեպքի մասին։ Դու էլ հավատացել ես։ Դե ուզում էի ճշտել էլի, որովհետև ոնց որ իրանք էլ էին ինչ-որ բան էին ուզում, մտածեին, որ մեզ էլ վատություն անեն։ Բայց ոչինչ, հեսա կգնանք խոսանք հետները, կասենք, որ մենք կապ չունենք, կանցնի կգնա։ Չէ, հերիք չի։ Առանց հաստատ բան իմանալու ուզում են մեզ վատություն անեն։ Հեսա կտենան վատությունը որն է։ Չէ, բան ես մտածել։ Մի թեթև պատիժ։ Yeah, հլասա իմանանք։ Hope you can still go. I never answer to no, man, I still go. Go, 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 yo, go, go, go. Ստյոպիկ, մի քիչ կառանաս լեզուդ գետնին կկսվի, ինչ հոգնած վիճակա մոտոտ։ Մա գիտես առաքիչի գործը տենց հեշտ է, առավոտից պիկի տակ աշխատում եմ։ Բա էդ ինչ մոմենտ է, որ ժողովուրդը տենց ռեսկի սովածացել է։ Այսօր ստամոքսի սով չի, այսօր հոգևոր սով է մարդկանց մոտ։ Այսինքն հա։ 3 սեպտեմբերի 10-ին էր։ Հա, ջոգա։ Սենց պատասխաներ սպասում մոտավոր։
Նորմալ բացատրի հասկանամ ինչ է։ Արա ես այդքան ժամանակ չունեմ քեզ բացատրեմ, ասում եմ պիկի տակ աշխատում եմ այսօր առավոտվանից։ Եթե քեզ այդքան հետաքրքիր է, արի հետս կտեսնես ինչի մասին է խոսքը։ Մեկը առավոտի ստուդիայի դեմը անկապ լրված ես։ Ոչ մարդկությանն ես պիտանի, ոչ բնությանը, ոչ առավելևս այս ստուդիային։ Չէ, ես քեզ զուտ չեմ սպանում, որտեղ այս առաքումների պահը հետաքրքրեց։ Սպասի։ Բացատրես այդ սեպտեմբերի 19-ի պահը։ Բարև ձեզ։ Նայ աբորիգեն։ Երեք Ամերիկայում iPhone 17-ն է դուրս եկել։ Ու ինչպես գիտենք, Ամերիկայում iPhone-ները դուրս են գալիս, բայց առնում են Հայաստանում։ Դրա համար sense պիկի տակ է։ Բայց եթե երեկա դուրս եկել այսօր ո՞նց են Հայաստանում առնում։ Պետք է մինիմում մի տարի հետո չեն բերում։ Մի ամիս լավ։ Կռլե դու հեչ օրացույցին նայում ես։ Չի։ Որ հիշես, որ դուրս է 2025 թիվն է։ Ինչ մի ամիս, մարդիկ մի ամսում հացնում են սիրարվեն, ամուսնանան, բաժանվեն։ iPhone-ի եղած ինչա որ մի օրում Ամերիկայից չբերեն։ Էն էլ որտեղ Like Mobile։ Ու ինչի հենց Like Mobile, որ կյանքից զորացնեմ։ Որովհետև Like Mobile-ից նոր iPhone առնելու համար պարտադիր չի պոճկիցը հրաժարվես։ Նորմալ մարդավարի գներ է, դրա համար էլ մարդիկ տես ղռռալ են առնում են։ Խնդրեմ ձեր պատվերները։ Գույն են ընտրել, մարդ մի բան չանի։ Արա ստյոպիկ, դու ինչքանով ես առաքում անում։ Կոնկրետ սրանք անվճար։ Բա քոկուտը որն է խփնված։ Ոնց, դվիժենին։ Նայ, դեմից գործով իջնում եմ Սարյան, հետո հելնում եմ Զեյթուն, հետո իջնում եմ Հալաբյան, հետո ondեղից ծափում եմ Բանգլադեշ B2։ Այս քաղաքում ով է դվիժենի անում։ Իհարկե ստյոպիկը։ Բայց չէ քոպես, Սվետաֆորի պես գալիս եմ ստուդիայի դեմը տնկվում եմ, ոչ մի բան չեմ անում։ Արա։ Ափսոս մարդկանց մուրազ է ստանում։ Մոտս կետ եմ դնում, որ հետո գլուխը ջարդեմ։ Ինգելս է, օքի է։ Օշիրաս մոտիկները ջարդելու հետո գիտեք ինչ անել։ Մոտիկները, եղունգիկները ու գիտիկները ջարդել չէ։ Մոնը որ սեզ նվնվալով ես խոսում ինձ թվում է հեսա վատության տեղը գնալու ենք լավություն անենք։ Երեխեք գիժեք։ Ինչ լավություն։ Իրանց պատճառով ընկերսոնան տրամվայ է ստացել։ Լիզա, 1000 ասեցինք, տրամվայ չէ, տրավմա։ Ստելա, ինչ տարբերություն։ Ցավումա, չէ։ Համել, դու որտեղից գիտես, որ տղաներն են արել։ Իրանք են ասել։ Չէ, պատահական լսեցի, իրանք չգիտեին, որ մենք եստեղ ենք։ Ռոզին ինչ հեղավ է, ժամանակ չկա։ Արա ես քեզ չեմ ասել իմ տարածքում քեզ չտեսնեմ։ Էս ինչ բանեխիդ է այս կազմակերպել։ Ստյոպիկ, եթե մի անգամ էլ ես տենց անարգալից խոսացել ես կողմերը, այս 5 աղբերները շատ շտապ գործով կայցել են այդ կողմերը։ Լսի Ազատ, կտամ քեզ մի բան կլնես կհայտնվեմ անազատության մեջ։ Իմ սեսրտ սրա վարդագույն վարդերը։ Լավա կոս չես հակել մեջքիդ բամբակներով գել երջանկություն նորապսակներին։ Պատկերացրած սրանք ծաղիկներ են, Ստյոպա, իսկ ծաղիկներ բոլորն են սիրում, ինչն էլ բարձրացնում եմ ացեն կան։ Որ մեկը տա բերել պատվերես։ Օ, հաստորեն դուք եք այս առականու հեղինակը։ Համեցեք, քիչ էր մնում մոռանայ այս գեղեցիկ ծաղկե փունջը ձեզ։ Ինձ։ Այո, մեկ էլ եթե ձեզ համար դժվար չէ, պրիլաժենիայում կխնդրեի ինձ բարձր գնահատեք էլի, դպրոցում գերազանցիկ չեղանք, գոյնյաստե փայլենք, կյանքը ինչ բանա չէ։ Չմոռանաս ճակատին աստղիկներ էլ շարես, ու տաղուրացողներ։ Ստյոպիկ, ալիքներդ խառնվել են, հա։ Լավ չես դու ապե։ Լկյանքս։ Կարող է շիրմա քարիդ վրա դնեմ։ Հանգստացի լկռլե։ Անունդ Ազատ էր։
Վերջից ծաղիկներ այս խես բերես ստուդիա։ Այ տեսեք, մինչև դժբախտությունը ձեր դուրը չի հասնում, ինչ չեք հասկանում։ Կռլե տղա, քեզ տեղն է։ Ինչ։ Այսօր ծաղիկներ տվեց, վաղը մատանի կդնի մատին, մյուս օրն է զալը բրոնյա կանեն։ Չէ, տղաներ, եղբայրոներ, դուք ինձ սխալ հասկացաք։ Ես ամենևին ետին միտք չունեի ձեր ընկերուհու նկատմամբ։ Հավատացեք, սա ուղղակի ինքը ավելի PR, HR, ինքը մարքեթինգ, ինֆլուենս, արա քասը ռեկլամա, ջոգիր։ Ես ինձ ասիր ընկերուհի։ Չէ, ես ամեն ինչ արդեն նորմալ չի։ Մեկը մյուսի ընկերուհին չի, բայց այդ մեկը մյուսի ընկերն է։ Մեկ առավոտը զանգում է 10 շիշ, ամենի հեղուկ է պատվիրում, այն մյուսը զանգում է 200։ Արա չեմ հասկանում, էսի գժնոց է, դե բարի դբրոց է։ Կամ առասարակ մեր շատ հարգարժան Սոնա Եսայանը տեղյակ է, որ դուք ամեն ինչով այսօր զբաղվել եք բարելուց բացի։ Երկարացնում ես արդեն։ Լավ բան ես ասում, բայց ապեր, սեխոտ ոտերով մտար աշկս։ Սրանից հետո քեզ անգամ կարելի ասել հար ազատ։ Թփով տոլմա։ Հաջորդ պատվերը սա։ Դե գիտես, ես ազգի հացիկի հարցերով եմ։ Հələ ճամփա տվեք, սարեր, անցնեմ գնամ։ Արա զզվացրեց, արա։ Ես ինչ զզվելի առաքիչա։ Հարազատ, հա? Հարազատ? Հա, հարա։ Սոնաս որորը ոտը դրեց ստուդիա։ Ես Ստյոպիկը չլնեմ, թե ձեր երկուսի ոտը չկտրեմ այստեղից։ Դավաճաններ։ Ստյոպիկը այդքան անի դնի պայքարի, որ այսօր մի հատ բողք գա տեղից զբաղացնի, հա? Հա, բայց ես չեմ արել։ Որ ասում են բողք էլ քո հետ չեմ։ Սրան պետքա շուտ ապամոնտաժենք ստեղից։ Թե չէ վախենում եմ Լիզայիդ մյուս օրը Ռոզովի բանտիկներն նվեր բերի։ Առանց այդ բույնի եմ այսօր։ Այն ազատիկը մի կողմից, սրանք էլ մյուս։ Այս սախ էջ։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Արի ստեղը լավ։ Ինչա։ Ինձ հետաքրքիր է Ռոզի ինչին էր պետք է 10 շիշամանի հեղուկը ու ում էր պետք է 2 պար կալյուղը։ Հա։ Երևի ուզում եմ մեկին վերացնի։ Լուսիկ Տոտանը հաստատ ուզել մաքրության համար։ Ալիուրն էլ։ Չէ, շատ տարօրինակ է։ Պետք է ուշադիր լինենք։ Տեսեք ոնց Ռոզին խառնվեց իրար, որ Ազատը մեզ ասեց։ Արա այդ իմ տեքստն էր։ Ես այդքանը ոնց շուտ չէի ֆայմել։ Արա եկած չեկած այդ Ազատիկը ոնց է ինձ գծել, ինձ գծել։ Ասում եմ, այ խփնված։ Ասում եմ, եթե տենց հա, քանի ինքեր Սոնաս տեղ չի, գնանք ստուդիա տենանք ինչ եղել։ Առաջինը ես եմ։ Արի։ Գրեգ քշի ստուդիա էլի։ Կյանքս ասենք բժիշկը մի քանի անգամ ասեց, քեզ հանգիստ է պետքա մի քանի օր տանա պարկած մնաս, ստուդիան չփախավ։ Համել այսօր ես գծել եմ երեկոյան ինչ ենք անելու։ Սենց մտածում եմ այսօր երեկոն անցկացնենք երեքով։ Երեքով? Երրորդ նովա։ Da Vinci Sushin։ Շատ գայթակղիչ առաջարկ ես անում, բայց չէ, սկզբից ստուդիա գնանք էլի։ Կյանքս ասենք ես քեզ առաջարկ եմ անում, ասում եմ գնանք մոտիկից տեսնենք Ֆիլադելֆիա, Կալիֆոռնիա, տեմպուրա, դու նախընտրում ես մոտիկից տեսնես կռլե, ստյոպիկ, մեկեն շնովի անունը ինչ էր։ Միկա։ Ուղղակի շատ անհանգիստ եմ։ Գիտես, եթե չգնացի, ամբողջ օրը մտքերով ստուդիայում եմ լինելու։ Իսկ այդ քո նշած եռյակը անհնար է ստուդիայում լինի։ Ոնց կարան իրանք մտնեն իմ ստուդիա։ Հանցանքի վայրում բռնվեցիք։ Ուր եք տանում այսքան ամանի հեղուկ։ Տո քեզ ինչ։ Կամացելի, ուզում եք սաղ մեր պլաները ջուր ընկնի։ Ստյոպիկիկ, տանում ենք լվացվենք, գժուկ։ Բայց չէինք տանում լցնենք հատակին, որ տղաները ընկնեին, հետո սենց այսենց ջրեինք իրաց։ Լիզա, կարաս մեկ-մեկ սուս մնաս։ Բառատս չեմ ճոգում, բայց խի եք անում այսքանը։ Էլիսոնան բացակայից սկսեցիք։ Այ խելացիներ, այդ տղաները երեք չգիտեմ ինչ էին լցրել հատակին։ Իրենց պատճառով այն կերսոնը վնասվածք ստացել։ Ոնց թե։
բռնվեք, դուք մեռաք։ Վերջ, պատրաստ է։ Տղերք, բայց կարողա չարժի, մի տեսակ ինձ վատ եմ զգում։ Լավ էլի դավ ջան, դու ամեն շատ ճիշտ ես արել։ Լավ տղեկ, ոնց որ մարդ է գալիս։ Ուրեմն մենք ձեր հետ ենք։ Դե արա եկեք, քան չի սկսել իրանց դասը։ Ոյ, ես ոնց եմ լորվում, գնամ ջուր խմեմ։ Իա, Մոնա, կողո հիմա սառնանը հատ դատարկես։ Գնացինք։ Ստեղ էլ չեմ հասկանում ինչն է չեն գալիս։ Մի րոպե։ Ինձ պատգատովկա է պետք։ This is okay! Welcome to my party. We're just getting started. A life is a dream. A night is scarring. Hand me a drink, cause I think I'm going all in. Get me a shrink who can catch me when I'm falling. Արա, դուք էջ բոյնիս ճոպիկ տեսած կակ։ Maria Santo, oki, oki, oki. Yes, mi cani hockey. Oki, oki, oki. Me hetas a tu oki. Սոնջան ոնց ես, սենց ոնց ես պարապուն քամելու։ Չեմ պարապելու, փակ եկել եմ տեսնեմ ամեն ինչ նորմալ է, թե չէ։ Ինձ թվում է ավելի քան նորմալ է։ Այն 3 արձանները, որ ստե չեն, արդեն լավ է։ Գնանք ներս։ Oki, oki, oki. Yes, mi cani hockey. Oki, oki, oki. Me hetas a tu oki. Maria Santo, oki, oki, oki. Սիրելիներս, վերջապես օքին վերադարձավ։ Չեք պատկերացնի ինչքան ուրախ եմ, ես ու ինչքան ուրախ է մեր թիմը, որ սկսել ենք օքի երկրորդ եթերաշրջանը։ Ես գիտեմ, այսօր ձեզ շատ ենք ուրախացրել։ Իսկ դուք մեզ ուրախացնելու համար ընդհանրապես պետք է անեք 3 բան։ Առաջինը, լայքեք այս վիդեոն, թող տարածվի, թող բոլորն իմանան, որ սկսել ենք օքի երկրորդ եթերաշրջանը։ 2. Բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին, որպեսզի հետագայում բաց չթողնեք օքի 2-ի սերիաները, սեղմեք զանգակի վրա։ Եվ 3. Մեկնաբանության բաժնում գրեք ում հետ էիք նայում օքին, ինչ էիք անում մեզ նայելուց, գրեք անպայման նոր կերպարներից ում ամենաշատը հավանեցիք ու ում եք ամենաշատը սիրում օքին։ Կոմենտները թող այնքան շատ լինի, որ մենք մտածենք օքի 3-րդ եթերաշրջանի մասին։ Այնքան կոմենտ գրեք, որ ուրիշ հնարավորություն չլինի, որ ունենանք օքի 3-րդ եթերաշրջան։